Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն գործատուները, աշխատողները եւ նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրականացնելիս եւ պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքը, գործել բարեխիղճ եւ ողջամիտ։ Աշխատանքային իրավունքների չարաշահումը արգելվում է։ Իսկ ինչ է իրավունքի չարաշահումը։ Արդյոք անձի ազատության սահմանափակմամբ կարելի է հասնել իրավունքի չարաշահման դեպքերի բացառելուն։ Այս օրերին աշխատանքից ազատված դասախոսի դեպքը իրավունքի չարաշահման դեպք էր, թե ազատության սահմանափակման։ Հիշեցնեմ, որ Երևանի պետական համալսարանի դասախոս Սահակ Մանուկյանը ըստ տեղեկությունների եւ ԶԼՄ-ների աշխատանքից ազատվել է այն բանից հետո, երբ մի ուսանող դասի ընթացքում գաղտնի տեսանկարահանել է եւ ուղարկել համալսարանի ղեկավարությանը։ Մանուկյանը հայտարարել է, որ դասախոսության ընթացքում օգտագործված օրինակները բացատրական էին եւ որ նա պատրաստվում է վիճարկել աշխատանքից ազատվելու իրավաչափությունը։ Ինչ կարևոր իրավական խնդիրներ կան այս գործում եւ ինչ են պատմում այս պատմության առանցքում հայտնված անձիկ։ Դիտեք մեր լրագրող Էլիզա Գալուստյանի պատրաստած տեսանյութը։ Պատմություն, որտեղ համալսարանն ու քաղաքականությունը, դասախոսը եւ падգամավորի ընտանիքը կողք կողքի հայտնվել են ոչ թե ակադեմիական քննարկման, այլ սկանդալի կիզակետում։ Բուրըն արձագանք առաջացրած պատմություն, որը տատանել է համալսարանական միջավայրը եւ նոր հարց է բարձրացրել ազատ խոսքի սահմանների, դասախոս-ուսանող հարաբերությունների եւ վերջապես քաղաքական ազդեցության մասին։ Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած միջադեպից հետո աշխատանքից ազատվել էր համալսարանի 19 տարվա դասախոս Սահակ Մանուկյանը։ Պատճառը ուսանողի կողմից կատարված գաղտնի նկարահանումներ, որն այսօր տարբեր կողմերի ներկայացմամբ ստացել է ամբողջովին հակասական մեկնաբանություններ։ Տարածված պնդումների համաձայն ուսանողը, ով հանդիսանում է քաղաքացիական պայմանագիր ուսակցության падգամավոր Արուսյակ Մանավազյանի դուստրը, դժգոհել է դասախոսի կողմից վերված օրինակներից, մասնավորապես նրա մեջ բերած արտահայտությունից հայտնի Scotch and Whisky ֆիլմից։ Իմ կյանքում չի եղել, որ ես մեկին ինչ-որ բան խոսք տամ ու չանեմ։ Հասկացար այդ ֆուցը։ Դրանից հետո պատմությունը, ինչպես ասում են, դուրս է եկել լսարանի սահմաններից եւ հասել կառավարման մակարդակ։ Տեսանյութ հայտարարում են, բայց տեսանյութ չեն ցուցադրում։ Ըստ էության լուսանկար է արված, իրենք ըստ էության ուրիշ բան ասում, ուրիշ բան ցուցադրում են։ Եթե տեսել եք այդ լուսանկարը, ոչ տեսանյութը, այնտեղ էլեկտրոնային գրատախտակ է, իմ ետևնամասում, ուսանողներ են նստած դիմացս, ես էլ էլեկտրոնային գրատախտակի վրա կարմիր գրիչով գրել եմ խոսքի ազատության երկու սահմանափակումներն եմ գրել, վիրավորանք եւ զրպարտություն, եւ զորօրինակ քննարկել ենք խնդրո առարկա բառը։ Խնդրո առարկա բառը վերցրել եմ ոչ թե ինքս մտածած ինչ-որ մի հատ բառ, վիրավորական կամ զրպարտչական բնույթի, այլ որպեսզի խուսափեմ նմանատիպ իրավիճակներից, երևի թե ենթագիտակցորեն հասկացել էի, ընտրել եմ հայկական արտադրության ֆիլմից, Scotch and Whisky ֆիլմից մի դրվագ կա, որտեղ որ հանցագործը իր զոհին այդ տերմինն է օգտագործում, այդ բառը արտահայտությունն է օգտագործում։ Եվ ըստ էության հայտարարեցի, որ եթե ֆիլմը դիտել եք, պիտի որ այս դրվագը հիշեք, թե ֆիլմն են դիտել, թե դրվագն են հիշում, ես այդ բառը ոչ էլ արտասանեցի եւ գրեցի գրատախտակի վրա վիրավորանքի տակ այդ բառը գրեցի։ Ըստ էության ուսանողներից մեկը որոշել է, որ ին բերած օրինակը, որը ֆիլմից էր, պիտի նկարի, տանի տա իր ծնողին, ծնողն էլ պիտի տա ռեկտորին, տարբեր խողովակներով եւ ինձ ազատեն աշխատանքից։ Իշխանական падգամավոր Արուսյակ Մանավազյանը իր հերթին հերքել է միջամտությունը մամուլի հարցին ի պատասխան նշել. Ես իր ռեկտորի հետ խոսակցություն չեմ ունեցել, որևէ մեկի հետ խոսակցություն չեմ ունեցել։ Թող առաջին հերթին իր գործատուի հետ իր հարաբերությունները պարզի, մեկնաբանել է падգամավորը։ Եթե եղել է դժգոհություն, բողոք, այդ դեպքում թող ինքը վերանայի իր գործողությունները։ Մայր բուհը նախկին դասախոսի հեռացումը հիմնավորել է ոչ պատշաճ վարքով եւ բազմակի էթիկայի կանոնների խախտումներով։ Բուհի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը հայտարարել է. Սահակ Մանուկյանը հեռացվել է համալսարանից ոչ պատշաճ վարքագծի պատճառով։ ԵՊՀ-ն անընդունելի է համարում էթիկայի կանոնների խախտումները, իսկ նախկին դասախոսը դրանք խախտել է բազմիցս։ Ուսանողներից եւ նրանց ծնողներից ստացվել են բազմաթիվ բողոքներ, այդ թվում փաստական ապացույցներ, որոնք էլ հիմք են հանդիսացել որոշման համար։
Երևանի պետական համալսարանի ներկայացուցչությունը պնդում է, որ գործը վերաբերում է ոչ պատշաճ վարքի բազմակի դեպքերին, որոնց ապացույցները ներկայացվել են ուսանողներից եւ նրանց ծնողներից, սակայն բուհը չի հրապարակում կոնկրետ դեպքերի մանրամասները, ինչը բարձրացնում է քննարկման թեման իրավական եւ ակադեմիական շրջաններում։ Ավելին, տեսանյութը, որի մասին այսքան խոսվել ու շարունակում է խոսվել, այդպես էլ հրապարակված չէ եւ հասանելի չէ հանրությանը։ Երևանի պետական համալսարանի նախկին դասախոսը վստահ է, որ իր հանդեպ կատարվածը ոչ միայն խախտել է իր ակադեմիական իրավունքները, այլև ոտնահարել խոսքի ազատությունը։ Արատավոր երկու երևույթ եմ այստեղ տեսնում։ Ընդ որում երկուսն էլ իմ կարծիքով բավականին լուրջ խնդիրներ են։ Առաջինը կապված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 37-րդ հոդվածի հետ, որտեղ շոշափվում են ակադեմիական ազատության հարցերը, եւ ըստ էության սրանով կարծես թե իմ օրինակով փորձում են այլ պրոֆեսիոնալ դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներին ասել, որ ակադեմիական ազատությունը ըստ էության մեր կարծիքով պիտի լինի կոնկրետ սահմանափակված, պետք է դրվի այնպիսի կարգավորումների տակ, որոնք որ մեզ է հաճելի եւ մեզ է ձեռնտու կամ մեզ է դուրեկան։ Իսկ այդ մեկ հոգին, որը ըստ էության իր հետ համախոհել չունի, որոշել է մնացած 70-ի դասախոսի լինել չլինելու հարցը։ Դժվար թե 10 տարիների կտրվածքով մոտավորապես 4000 ուսանող գնահատել իմ աշխատանքը այնքան լավ, որ ես ճանաչվեց լավագույնը կամ լավագույններից մեկը։ Երևանի պետական համալսարանը ունի իրավունք եւ պարտավորություն հետևել իր ներքին կանոնակարգերին եւ կարգապահական պահանջներին, սակայն եթե դասախոսը ազատվում է քաղաքական ազդեցության կամ արտաքին միջամտության հետևանքով, դա կարող է հանդիսանալ ակադեմիական ինքնավարման խախտում։ Այս պարագայում հարց է առաջանում. արդյոք ռեկտորը իրավասու էր անմիջապես բավարարել ուսանողների ցանկությունը առանց փաստի հետաքննության եւ իրավական հիմքերի։ Կդիմեմ դատարան, ընդհանրության քաղաքացիական դատարան, վիճարկելով անհատական իրավական ակտը, իմ խորին համոզմամբ այն անվավեր պետք է ճանաչվի, որովհետև ինձանից տարական բացատրություն չեն վերցրել, եւ երկրորդ ես ոչ թե լսանում ինչ որ մեկին ասել եմ, այսինչ ձասս մի խանգարի կամ այսինչ մամատ այսինչն է, այլ ես ընդհանրապես ասել եմ զրպարտություն եւ վիրավորանքը հասկանալու համար բերեք հայտնի ֆիլմից այդ օրինակը քննարկենք ու հասկանանք հնչեցրած բառը վիրավորական բնույթի արտահայտություն է թե զրպարտչական բնույթի արտահայտություն է։ Օրենսդրությունը պահանջում է, որ աշխատակցի նկատմամբ որևէ կարգապահական միջոց կիրառելուց առաջ ապահովվի բացատրություն ներկայացնելու եւ ապացույցները գնահատելու հնարավորություն։ Մանուկյանի պնդմամբ նա այդ հնարավորությունը չի ունեցել։ Երկրորդ ես կարծում եմ, որ այստեղ ընթացակարգային մեկ այլ խախտում էլ գոյություն ունի։ Քանի որ իրենք ասում են, որ ակադեմիական միջավայրին ոչ հարիր բառ է օգտագործվել, սա շոշափում է էթիկական հարցեր, դասախոսի կողմից թույլ տրված։ Երևանի պետական համալսարանում գոյություն ունի էթիկայի հանձնաժողով, որը հենց ստեղծված է նմանատիպ խնդիրները քննելու, վարույթ անելու, եզրակացություն տալու եւ առաջարկելու ռեկտորին, գիտեք ինչ կա, այս կոնկրետ իրավիճակում այս դասախոսի դրսևորված վարքը էթիկական տեսանկյունից չի համապատասխանում գործող նորմերին։ Իրենք կարող են էթիկայի հանձնաժողով ինձ հրավիրել, ես կարող եմ էթիկայի հանձնաժողովում ներկայացնել իմ հակափաստարկները եւ թող էթիկայի հանձնաժողովը որպես կոլեգիալ մարմին եզրակացություն տալ իրեն եւ ինքն էլ եթե ինչ ժամանակ չուներ ընդունելու հենվելով եզրակացության վրա նոր իր հրամանը արձակեր կամ ծառայական քննությունի նկատմամբ իրականացնել այդ ընթացակարգը եւս կա։ Չորրորդ հանգամանքը որ կա ինքս լինելով աշխատակից նաև արհեստակցական կազմակերպության հսկիչ հանձնաժողովի, վերահսկիչ հանձնաժողովի անդամ եմ, այսինքն եւ արհմիությունական, ով զբաղված է աշխատողների իրավունքների պաշտպանությամբ, համ էլ ինքս որպես իրավաբան եւ ունենալով փորձ արհեստակցական միության դատական գործերով եւ հաղթանակ ավարտով, նաև վերահսկում եմ այդ գործընթացի նկատմամբ, որ որից է գործատու աշխատողի իրավունքները չխախտի, եթե խախտել, գան մեր մոտ
քննենք եւ հասկանանք։ Լինելով պաշտպանը բոլոր աշխատողները, ես ինքս հայտնվեցի անպաշտպան վիճակում եւ ընթացակարգը ենթադրում է, որ նմանատիպ կառույցի աշխատողներին աշխատանքից ազատելիս անպայման պիտի արհեստակցական կազմակերպության կարծիքը գործատում այս դեպքում հաշվի առնի, որովհետև այդ անձնավորությունը կոչված է մյուս անձնավորությունների, մյուս աշխատողների աշխատանքային իրավունքները պաշտպանել։ Սա էլ իրենք դժբախտաբար չեն արել, որովհետև կոլեկտիվ պայմանագրով, արհմիության եւ գործատուի միջև կնքված կոլեկտիվ պայմանագրով այդ դրույթները հստակորեն մանրամասն կարգավորված են։ Սա էլ է առևտրի կողմից ըստ էության անտեսվել։ Սահակ Մանուկյանի դեպքը ընդգծում է, թե որքան բարդ եւ նուրբ է համատեղել ակադեմիական ազատությունը, քաղաքական ազդեցության դեմ պաշտպանությունը եւ աշխատակցի իրավունքների պաշտպանության պահանջները։ Հարուցված խնդիրները խոսքի ազատությունը, բուհի ինքնավարությունը եւ կարգապահական գործընթացների արդարությունը բացահայտում են ճակատագրական ճեղքեր, որտեղ մեկ անհետևողական քայլ կարող է վնաս հասցնել ոչ միայն անձնական, այլև ինստիտուցիոնալ հեղինակությանը։ Այս պատմությունը դեռևս բաց է բոլորի համար։ Կա դասախոս, որ ցանկանում է արդարություն գտնել, կա համալսարան, որը պնդում է կարգապահական հիմքը, եւ կա հանրություն, որ ուշադիր հետևում է յուրաքանչյուր զարգացման։ Իսկ հետաքրքրությունը միայն մեծանում է, քանի որ այս միջադեպը հուշում է Հայաստանում ակադեմիական անկախությունը եւ քաղաքական ազդեցությունը հաճախ քայլում են բարակ սահմանագծով։ Քննչական կոմիտեն բացահայտել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ փողերի լվացման դեպք։ Քննության տվյալներով մի քաղաքացի 2024-ից 2025 թվականների ընթացքում իրացման նպատակով ձեռք է բերել շուրջ 6.5 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը պահվել է թաքստոցներում եւ իրացվել Telegram հավելվածի միջոցով գործող առցանց խանութ հարթակի միջոցով։ Խուզարկությամբ հայտնաբերված թմրամիջոցները եւ ֆինանսական գործարքների վերծանմամբ բացահայտված 14 միլիոն դրամից ավել միջոցները վկայում են փողերի լվացման դեպքի մասին։ Հետապնդվող անձը զբաղվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ եւ փողերի լվացմամբ աննկատ ու առցանց հարթակների միջոցով։ Փաստերի համաձայն Արարատի մարզի բնակիչը տարիների ընթացքում առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրանյութեր է ձեռք բերել, առանձնացրել ըստ քաշերի, փաթեթավորել եւ թաքստոցներում տեղադրել, այնուհետև առցանց վաճառել, օգտագործելով Telegram հավելվածում ստեղծված առցանց խանութ հարթակը։ Մինչ գնորդը փոխանցել է միջոցները կրիպտոարժույթային դրամապանակների միջոցով, վերջինս վերահսկել է ամբողջ գործարքը, փաստացի ղեկավարելով հանցավոր ցանցը։ Հայաստանյան քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև փողերի լվացման ենթադրյալ հանցավոր դեպքերի արդիվ նախաձեռնված եւ քննվող քրեական վարույթի շրջանակներում դեռ են բերվել ապացույցներ այն մասին, որ Արարատի մարզի բնակիչը 2024-ից 2025 թվականների ընթացքում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ, դրանք Telegram-յան հեռախոսակցման հավելվածում բացված համապատասխան խանութ հարթակների միջոցով վաճառելու համար։ Ըստ այդմ վերջինս ձեռք բերված թմրամիջոցների խմբականակները առանձնացրել է ըստ քաշերի, ապահովել է դրանց տեղակայման եւ տեղադրման վայրերի տվյալների հանձնումը իրենից թմրամիջոցներ գնաց հաճախորդների համար, այդ միջոցով կատարելով թմրամիջոցների ապօրինի իրացում։ 2025 թվականին իրականացված խուզարկությամբ նրա բնակարանում հայտնաբերվել ու առգրավվել է առանձնապես խոշոր չափերով 6.5 կիլոգրամ մարիխուանա։ Նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև, որ թմրամիջոցների վաճառքից ստացված ապօրինի գումարների մոտ 14 միլիոն դրամի ծագումը հանցավորը փորձել է թաքցնել։ Մեղադրյալի բնակության հասցեում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 6.5 կիլոգրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Բացի այդ, իմ կողմից նախանշված Արարատի մարզի բնակիչը հանցավոր այդ գործունեության արդյունքում ստացված դրամական միջոցները օրինական դաշտ տեղափոխելու նպատակով դրանց հանցավոր ծագումը թաքցնելու համար թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար վճարվելիք գումարների կամ այլ արժույթների համար օգտագործել է կրիպտոարժույթային դրամապանակներ, ինչպես նաև բանկային հաշիվներ։ Այդ եղանակով վերջինս օրինականացրել է շուրջ 14 միլիոն
դրամ գումար։ Արարատի մարզի բնակչի դեմ հարուցվել է քրեական վարույթ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ Արարատի մարզի բնակչի նկատմամբ Հայաստանության քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով այն է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն եւ փողերի լվացում հարուցվել է հանրային քրեական հետապնդում եւ հայտարարվել է նախաքննության ավարտի մասին քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Նույնիսկ առցանց հանցագործությունները, որոնց թվում են զանգվածային թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը եւ ֆինանսական միջոցների թաքցումը, հնարավոր է բացահայտել եւ ենթարկել պատասխանատվության։ Նման դեպքերը ընդգծում են իրավապահ մարմինների գործուն աշխատանքի կարեւորությունը, հանրության անվտանգությունը ապահովելու եւ հանցավոր ցանցերը կասեցնելու գործում։ Վաղար շաբաթում բացահայտվել է ապօրինի ավազի արդյունահանման դեպք, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Համայնքային ոստիկանության ծառայողները հոկտեմբերի 10-ին հայտնաբերել են, որ համայնքային սեփականություն հանդիսացող շուրջ 6 հեկտար տարածքում առանց որևէ թույլտվության իրականացվել է մինչև 30 մետր խորությամբ հողի եւ մանր ավազի խառնուրդի արդյունահանում։ Տարածքում հայտնաբերվել են էքսկավատոր եւ բեռնատարներ, որոնք անմիջապես վերցվել են հսկողության տակ։ Երևանի մոտակայքում համայնքային հողամասում բացահայտվել է պետությանը առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառող ապօրինի հանքարդյունահանում։ Վաղարշաբաթի համայնքային ոստիկանության ծառայողները հոկտեմբերի 10-ին ստացան ահազանգ։ Մոտ 6 հեկտար տարածքում ընդերքօգտագործման իրավունքի բացակայության պայմաններում տարիների ընթացքում մինչև 30 մետր խորությամբ իրականացվում էին մանր ավազի խառնուրդի արդյունահանումներ։ Ոստիկանության վաղարշաբաթի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ վաղարշաբաթ քաղաքի հարակից տարածքում ապօրինի կերպով արդյունահանվում եւ քարման աշխատանքներ են իրականացվում ավազի խառնուրդ արդյունահանելով։ Ստուգայցի ժամանակ ոստիկանները անմիջապես վերցրին տարածքը հսկողության տակ, իսկ աշխատող վարորդները ձերբակալվեցին եւ տեղափոխվեցին Վաղարշաբաթի բաժին։ Մեկնելով դեպքի վայր հայտնաբերել ենք բեռնատարների վարորդներին իրենց բեռնատարներով եւ էքսկավատորի վարորդին, որոնք իրականացնում էին քանդման աշխատանքներ, մեր կողմից ներկայացված պահանջին փաստաթղթերը ներկայացնելու վերաբերյալ վերջիներս չեն ունեցել։ Անմիջապես եւ վարորդները եւ էքսկավատորի վարորդը բերման են ենթարկել ոստիկանության Վաղարշաբաթի բաժին։ Հետագա միջոցառումների ընթացքում պարզվեց, որ արդյունահանումը համակարգում եւ իրականացվում էր ավազի հանքարդյունաբերությամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատիրոջ կողմից։ Նշված տարածքում նա որևէ փաստաթուղթ թույլտվություն չէր ներկայացրել, ապօրինաբար շահագործելով համայնքային հողը։ Որոշ ժամանակ անց նաեւ աշխատանքները կոորդինացնողը, ենթադրյալ ղեկավարը, նույնպես բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշաբաթի բաժին։ Կազմվել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը եւ վերջիններիս ներկայացվել է Վաղարշաբաթի քննչական բաժին, որտեղ քննիչի կողմից որոշում է կայացվել նշված անձանց 72 ժամ ձերբակալելու վերաբերյալ։ Մանր ավազի խառնուրդի դուրսբերման եւ արդյունահանման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնակի խոշոր չափերի վնաս։ Համայնքային հողերի եւ բնական պաշարների ապօրինի շահագործումը անթույլատրելի է։ Իրավապահ մարմինները ոչ միայն արձանագրում են ահազանգերը, այլև շարունակում կանխել պետությանը մեծ ֆինանսական վնասներ պատճառելու հանցավոր նմանատիպ դեպքերը։ Գործի մանրամասները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Իսկ այս պահին կարևոր է իմանալ էջն է, որի շրջանակում, ինչպես տեղեկացված եք, բարձրաձայնում ենք ձերիս կողմից բարձրացված հարցերը։ Այս պահին քննարկման հրամար հրավիրել ենք մեր գործընկեր, փաստաբան Գոռ Գևորգյանին։ Բարև ձեզ։ Գոռ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար, թե ինչ թեմայի մասին ենք այսօր խոսելու, առաջարկում եմ դիտել տեսանյութը, որից հետո անցնել արդեն քննարկման։ Շատ լավ։
Բարև ձեզ, ինձ մեղադրանք է առաջադրվել քննչական մարմնի կողմից կաշառք տալուն օժանդակելու համար, բայց ես որևէ ոչ մի օժանդակող գործողություն չեմ իրականացրել։ Ես անձանց ծանոթացել եմ միմյանց հետ ու այլևս երկու կողմի հետ էլ կապի մեջ չեմ եղել։ Վերջին շրջանում համատարած կալանքի որոշումների ֆոնին մտավախություն ունեմ, որ ինձ էլ կարող են կալանավորել։ Խնդրում եմ անդրադառնալ իմ խնդրին եւ օգնեք հասկանալ, արդյոք այս պահին վախենալու, զգոն լինելու կարիք ունեմ, թե ոչ։ Հետաքրքիր իրավիճակ է, բայց կարծում եմ չափազանց հետաքրքիր է նաև այն, որ այս վերջին շրջանում մանավանդ մենք բախվում ենք մի իրականության հետ, որ կապ չունի թե ինչում է անձը մեղադրվում, միանգամից ունենք կալանքի որոշումներ եւ կալանքի որոշում կայացնող դատավորներ նաև։ Ցավոք սրտի այդ հարցը բոլորին հուզում է, բայց այդտեղ մենք պետք է առանձնացնենք երկու մոտեցում, թե ինչպես են վարվում դատախազներն ու քննիչները եւ թե ինչպես է պահանջում, որ վարվեն օրենքը։ Այստեղ պրոցեդուրալ առումով որպես գործողությունների հաջորդականություն կատարում են իբրև թե օրենքով նախատեսված գործողությունների հաջորդականությունը, բայց ցավոք սրտի կան հոդվածներ, որոնք ի սկզբանե բոլոր փաստաբանների մոտ, ովքեր առնչվում են քրեական վարույթով, ակնհայտորեն գիտեն, որ այդ հոդվածով առնչվող անձին նկատմամբ կալանավորումը որպես խափանամիջոց կիրառելու միջնորդություն է հարուցվելու։ Եվ կան հոդվածներ, որոնք անգամ 90% ու ավել հավանականությամբ գիտենք նաև, որ կալանավորվելու են։ Ցավոք սրտի այդպես չպիտի լիներ, քանի որ կալանավորումը պետք է անհատականացված լիներ, որովհետև մենք գործ ունենք կալանավորումը որպես խափանամիջոց ամենածանր խափանամիջոցի հետ, որ պետք է կիրառվեր հազվադեպ։ Ես ուզում եմ նաև, որ մեզ դիտողը, որպես այդպեսին առանձնացնի, թե ինչ է կալանքը, շատ ժամանակ կալանքը պատժի հետ է նույնացնում եւ ի վերջո Դերևս մեր տարածված այս մթնոլորտում պետք է ասել, որ ճիշտ է այդ առումով, որովհետեւ կալանքը դարձել է պատժի միջոց այսօր ցավոք։ Համատարած կալանավորումները բերել են հետևության, ինչ այսօր անձիկ անում են, իսկ սովորական քաղաքացին, ով չունի իրավական գիտելիքներ, այլ բան իրեն չի մնում հետևություն անել, քան անում են ինչ որ այսօր ունենք։ Այո։ Տեսեք, ստացվում է, որ կալանավորման խափանամիջոցը բացի այն, որ անձին մեղսագրվում է հանցանք, այդ պիտի թողնենք մի կողմում, որովհետև միշտ մեղադրանքի կողմը կամ քննիչը բերում է մեղադրանքի որոշում դատախազի կողմից հաստատված կամ դատախազի կողմից կայացված, որն ըստ որի խոսում է անձի իբրև հանցավոր վարքագիծ դրսևորելու մասին։ Բացի դա, մենք նաև կալանավորման համար պետք է ունենանք 3 հիմքերից գոնե մեկի իրական առկայությունը, որովհետև մենք երբ տեսնում ենք կալանավորման միջնորդությունները կամ շատ հաճախ նաև դատաների կողմից կայացված կալանավորումը որպես խափանամիջոց կիրառելու որոշումներ, ակնհայտորեն հասկանում ենք, որ կալանավորման հիմքերի մասով մենք ունենք վերացական դրսևորումներ, ենթադրություններ բառի բուն իմաստով առանց որևէ առարկայական դրսևորումների։ Այո, եկեք թվարկենք այդ հիմքերը, որպեսզի անձին կալանավորեն, բացի հիմնավոր կասկածը։ Այդ էներ ինչ որ ասեցի, նաև փորձեմ զերծ մնալ իրավական ձևակերպումներից, որպեսզի նաև մեզ դիտողը հասկանա ինչի մասին է խոսքը։ Ենթադրենք անձին հասանելի լեզվով եմ ասում, կասկածում են X հանցանքը կատարելու մեջ։ Դրա համար կան ապացույցներ, թե չկան, դրանք ապացույց են, թե ուղղակի փաստական տվյալներ, թողնենք մի կողմում, որտեղ դրանք գնահատումը այլտեղ այլ ձևով է լինում, երբ որ դատաքննություն է սկսվում։ Բացի առնչությունը անձի կողմից հանցանք կատարելու, մենք պետք է ունենանք 3 հիմքերից մեկի առկայությունը գոնե։ Դա խոչընդոտելու ռիսկն է նոր քրեական դատավարությամբ իր վրա դրած պարտականությունը չկատարելու եղանակով, փախուստի ռիսկը եւ նոր հանցանք կատարելու ռիսկը։ Եվրոպական դատարանը մի շարք բազմաթիվ նախադեպային որոշումներով, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը վճռաբեկ դատարանը եւս բազմաթիվ որոշումներով արտահայտել է դիրքորոշումներ, թե երբ կարող են առարկայական լինել կալանավորման հիմքերով նախատեսված որևէ մի հիմքը կամ դրանց համար ինչպիսի առարկայական դրսևորումներ պետք է լինեն։ Ցավոք սրտի մենք գրեթե միշտ կամ շատ հազվադեպ է լինում, երբ տեսնում ենք հակառակը, միջնորդություններում այդ հիմքերը ուղղակի ունեն օրենսդրական ձևակերպումներ։ Այ օրինակ ենթադրական բնույթի, եթե անձը հայտնվի ազատության մեջ, կկատարի նոր հանցանք, քանի որ ու փորձում են պատճառաբանել ենթադրական հանցանքի կատարման ծանրության աստիճանը, ինչը նաև օրենքով արգելված է, կամ փախուստի ռիսկը։ Տեսեք, փախուստի ռիսկը կարող է լինել բացառապես այն դեպքում, երբ փորձել են բռնել, այդ պահին բերում են ենթարկել փախել է,
կամ թաքնված է եղել ակնհայտորեն իմանալով իր նկատմամբ քրեական հետապնդման Օրինակ մասին։ ինքնակամ ներկայացած անձի նկատմամբ բնականաբար այդ ռիսկը չպետք է դրսևորվի եւ չպետք է արտահայտվի այդ Սովորաբար մտավախությունը։ ինքնակամ ներկայացածների մասով զերծ են ունում, որտեղ ինքը շատ ակնհայտ է, բայց օրինակ երբ ձերբակալել են դատար ներկայացնելու համար, այդ հիմքը շատ հաճախ լինում է, բայց ձերբակալելու ընթացքում մենք չենք տեսնում ոչ խոչընդոտել, մենք տեսնում ենք հպատակ վարկակից իրավակիրառողի գործողությունների նկատմամբ, որն ինքնին բացառում է անձի կողմից փախուստի դիմելու հավանականությունը։ Ցավոք սրտի նախաքննական մարմինը երբ այդ միջնորդությունը տանում է, մենք չենք տեսնում դատարանների կողմից շատ հաճախ դրանց իրավական ձևակերպմամբ բացառման որոշումները, որը նաև կստիպի իրավակիրառողին, քննիչին, ինչպես նաև դատախազությանը զերծ մնալ այդ մոտեցումից, քանի որ համոզված կլինեն, որ այդ հիմքի բացակայությամբ միջնորդություն տանենք դատարանը մերժելու է։ Քանի որ շատ հաճախ չեն տեսնում այդ, դրա համար սովորաբար քննիչները նաև գործում են copy-paste սկզբունքով։ Նախկին որոշումներից վերցնում են օրենսդրական ձևակերպումները կամ թեկուզ կալանքի հիմքերի մասով ձևակերպումները, որպես այդպիսին իբրև պատճառաբանություններ, բայց որոնք առարկայական դրսևորում չունեն տվյալ քրեական վարույթի տվյալ անձի նկատմամբ, այդ միջնորդությունը տարվում է դատարան կից նյութերով ու մենք տեսնում ենք նաև կալանավորման բազմաթիվ որոշումներ, բայց պետք է նաև արձանագրենք, չենք կարող լավը չասել։ Կան շատ դատավորներ, ում մոտ մենք տեսնում ենք իրականում իրավունքի զարգացում, ում մոտ մենք տեսնում ենք իրականում, որ կտրվում է այդ վիճակից ու փաստացի կայացնում է որոշում, որը շնորհակալություն այդ դատավորներին, որովհետև միանշանակ, բայց ես անգամայն քրեական վարույթի շրջանակներում, որտեղ փայլում են դատավորները, ես շատ հաճախ իրենց անունը որպես գովերքելու որևէ տեղ չեմ զետեղում, չեմ ուզում որ հայտնվեն խոշորացույցի տակ, թողնում ենք որպեսզի իմ մասով, գոնե թողնում ենք որպեսզի մարդիկ իրավունք զարգացնեն, իսկ այդ դատավորների մոտ որ մակագրվում է կալանք կամ քրեական գործ, ներկուստ ուրախանում ենք, որ մենք այդտեղ տեսնելու ենք իրավունքի գերակայություն։ Այո, անցնենք մեր խնդրին։ Քաղաքացին փաստացի այս պահին մեղադրվում է կաշառք տալուն օժանդակելու համար եւ մտավախություն ունի, որ կարող են իրեն կալանավորել զուտ տեսնելով այս կալանավորման գործընթացները։ Որքանով է իր մտավախությունը, թերևս այսպես, գործից հեռու անձեն աչքով տեսանելի մեզ համար։ Կաշառք տալու օժանդակությունը հետաքրքիր մեխանիզմով են աշխատում քննիչները, օրինակ կան քրեական վարույթներ, որոնց հոդվածն արդեն իմանալուց կամ անձին ենթադրաբար թե ինչում կարող են մեղադրել, ես կարող եմ գործողությունների հերթականությունը թվարկել։ Այսինքն խոստովանիր եւ կալանքի որոշում չի։ Ցավոք սրտի, այո։ Ունենալու ենք միանշանակ բազմաթիվ դեպքեր, երբ կտրվենք իրականությունից, հիմա պիտի այլ բան ասեի, բայց ունենում ենք։ Այդ նաև կարող եմ ասել, որ որոշակի տրամաբանություն կա դրա մեջ, որովհետև անձը ով ցուցմունք կա տալիս ու խոստովանում է իր կողմից կատարածը, ու նաև իր ցուցմունքում մատնանշում այն անձանց շրջանակը, ովքեր ենթադրաբար կապ են ունեցել այդ իրավախախտման հետ, նշանակում է մարդը դրսևորեց վարկագիծ, որ բացառեց իր կողմից կալանավորման հիմքերով որևէ հիմքի առկայությունը։ Այդ շատ նաև տրամաբանական է։ Մեկ ուրիշ խնդիր է, թե արդյոք այդ գործելավոճը ու այդ գործելավոճում ստացած ցուցմունքը հետագայում կարող է օգտագործվել ապացույց թե չէ, սովորաբար այդ հարցին չեն էլ անդրադառնում, որովհետև այն անձով ցուցմունք է տալիս, հայտնվում է ամենաշահավետ վիճակում։ Ու այդ մարդու նկատմամբ մինչև վերջ դրական մոտեցումն անգամ դատարաններում ակնհայտ է լինում։ Ու այդ խնդրի մասին էլ ոչ ոք չի խոսում։ Ստացվում է, որ եթե կաշառք տվողին օժանդակողը ցուցմունք է տվել, հետագայում նաև ինքը հայտնվելու է այդ իրավիճակում, երբ դրական մոտեցմամբ հասնելու է մինչև տրամաբանական ավարտին քրեական վարույթը, բացառապես ինքը կարող է խոսել այդ հանգամանքի մասին, իսկ եթե ինքը չի խոսում, կաշառք տվողը կամ կաշառք վերցնողը տեսնում են արդեն պատրաստի ցուցմունքը, երբ օժանդակող անձը բովանդակալից ցուցմունք է տվել ու նկարագրել է ամբողջ կատարվածը, ինչի մասով որպես ապացույց խոցելիությունը էլ չի կարա դառնա խոցելի, որովհետև այն անձը, ով պիտի խոսեր, որ իրեն առաջարկ է եղել կամ ցուցմունք տալ կամ կալանավորվել, ընտրել այդ ցուցմունք տալու ճանապարհը, ինքը չի խոսում այդ մասին։ Ու ստացվում է, որ այդ որպես ապացույց միջև վերջ քրեական գործում ամուր տեղ ազբաղեցնում, իսկ հետո նաև անձի դատապարտման համար դատավճռում որպես անձի մեղքի հիմնավորող ապացույցների շարքում ամենաառաջի տեղերից մեկն է լինում։
Շատ լավ, ինչ խորհուրդ կարող եք տալ մեր քաղաքացուն։ Թերևս առաջին խորհուրդը շտապեմ ես տալ, որքանով որ տեղեկացված եմ, գործում է առանց փաստաբանի եւ վստահություն ունի, որ որևէ արարք թույլ չի տվել եւ հետեւաբար ինքը կարիք չունի փաստաբանական աջակցության, խորհուրդ եմ տալիս միանշանակ անպայման գործել փաստաբանի աջակցությամբ, որովհետեւ անկախատեսելի են դեպքերը, որոնք քննարկվեցին այս տաղավարում, հուշում են, որ չենք կարող կռահել, թե ինչպիսի ճանապարհով կընթանա այս քրեական գործը կոնկրետ ձեզ համար։ Ամենակարևոր խորհուրդը դուք արդեն տվեցիք, ես դրանից ավել խորհուրդ այս պահին իրավասորել չեմ տան, որովհետև ուղղակի լսել շատ սահմանափակ ինֆորմացիա ու փորձել դրանից հետևություն անելով խորհուրդ տալ, գտնում եմ, որ այս պահին նաև ես դրա իրավասությունը չունեմ, իսկ այն փաստաբանին ում կդիմեն, փաստաբանը նաև համոզված եմ կլինի պրոֆեսիոնալ, ով բազմաթիվ հարցեր տալու հետ մեկտեղ նաև անալիզ կանի, թե ինչպիսի մարտավարություն պետք է ընտրի պաշտպանության, բայց պաշտպանության մարտավարությունների ճանապարհները որպես այդպեսին կամ մարտավարության տեսակները այս պարագայում շատ լայն չեն ու շատ ընտրության հնարավորություն չեն ունենալու։ Ես ասեցի հիմնականում լինելու է այն, ինչը որ նկարագրեցի նաև թե շատ քրեական վարույթներով ինչպես է տեղի ունենում։ Շատ լավ, մենք խոսեցինք այն մասին, որ այո, նմանատիպ դեպքերում լինում է առաջարկ կամ ցուցմունք տալու եւ խոստովանելու, որ դեպքը տեղի է ունեցել կամ կալանք։ Այ որպեսի նման փակուղու առաջ մեր քաղաքացիները չկանգնեն, անկախ նրանից դուք վստահություն ունեք, որ այդ արարքում որևէ մասնակցություն չեք ունեցել կամ որևէ հանցավոր արարք թույլ չեք տվել եւ այն ինչ որ այս պահին ձեր դեմ կատարվում է ապօրինի է, միանգամից, երբ որ հայտնվել եք նման իրավիճակում, դիմեք մասնագետի եւ մի փորձեք ինքնուրույն լուծել ձեր հարցերը, որովհետեւ վստահաբար պնդում եմ, որ այն բոլոր գործողությունները, որոնք կիրականացվեն ձեր դեմ, լուրջ հետևանքներ են առաջ բերելու ձեզ համար։ Գոր շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար, վստահ եմ, որ մեր հեռուստադիտողին օգնեցինք, կհանդիպենք վստահ եմ կրկին մեկ այլ թեմայի քննարկման ժամանակ։ Սիրով։ Իսկ ձեզ հիշեցնում եմ, որ այնինչ որ այստեղ քննարկվում է եւ խոսվում, կարեւոր է իմանալ։ Ձեր էկրաններին այս պահին հայտնվել են հեռախոսահամարներ, որոնց կարող եք զանգ տալ կամ գրել մեր Facebook-յան ու Instagram-յան էջերին, եթե հայտնվել եք բարդ իրավիճակում եւ կարիք ունեք մեր աջակցությանը։ Զանգ տվեք մեզ, հիշելով, որ մենք միշտ պատրաստ ենք շարժվել հանցանքի հետքով։